Երբ է հիպոթեկը խելամիտ որոշում։ Հիպոթեկը դառնում է իսկապես խելամիտ որոշում այն պահին, երբ դու հասկանում ես մի պարզ տնտեսական օրենք. փողն արժեզրկվում է, իսկ անշարժ գույքը ոչ։ Շատերը վախենում են հիպոթեկից, որովհետև նայում են այսօրվա թվերին, բայց հիպոթեկը միայն գործիքն է, որտեղ գնաճը կարող է աշխատել քո օգտին։ Եթե դու այսօր ֆիքսում ես քո ամսական վճարը, ապա 5, 10 կամ 15 տարի հետո այդ նույն գումարը գնաճի պատճառով քեզ համար շատ ավելի չնչին ծախս է թվալու, մինչդեռ բնակարանիդ արժեքը եւ շուկայական վարձակալության գները միայն աճելու են։ Սա խելացի քայլ է հատկապես այն ժամանակ, երբ դու չունես միանվագ ամբողջ գումարը բնակարան գնելու համար, բայց գիտես, որ քո եկամուտներն ունեն աճի պոտենցիալ։ Այն վերածվում է ֆինանսական ծուղակի միայն այն դեպքում, երբ մարդը գնում է ավելին, քան կարող է իրեն թույլ տալ։ Իսկ հաշվարկված հիպոթեկը պարզապես մեխանիզմ է, որը քո ապագա ծախսերը պաշտպանում է անկանխատեսելի գնաճից։ Իսկ դուք ո՞րն եք նախընտրում՝ վճարել բանկին ու ունենալ սեփական տուն, թե վճարել վարձ ու ապրել առանց պարտքի։